We are gathering here today on a very special occasion, which is a lecture of Prime Minister of Armenia, Mr. Nikol Pashinyan. Your Excellency, welcome to peace. It is an honor and privilege for me to have this opportunity մեծ պատիվ է նման հնարավորություն ունենալ եւ the story կիսվել մի of the պատմությամբ, peace խաղաղության պատմությամբ, որը հաստատվել է in the South Caucasus Հարավային between Կովկասում Armenia and Azerbaijan, Հայաստանի եւ Ադրբեջանի and միջև։ with this very respected and renowned Այս շատ institution, հարգարժան եւ հայտնի international affairs. կառույցի հետ, միջազգային հարաբերությունների ինստիտուտի հետ։ Peace process Դերևս between եւ ուսամ գիտեք, որ խաղաղության գործընթացը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև in իր the գագաթնակետին հասավ 8th of August in the capital of United օգոստոսի States, 8-ին Washington, D.C. ԱՄՆ-ի մայրաքաղաք in the Վաշինգտոն White քաղաքում House, եւ Սպիտակ տանը with the initiative and participation of the U.S. President ԱՄՆ-ի նախագահ Donald Trump, Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ President of Azerbaijan, մենք Ադրբեջանի նախագահի հետ declaration ընդունեցինք համատեղ հռչակագիր the framework of peace between Armenia and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակի մասին եւ այդ հռչակագրով between our country մեր երկրների միջև was established. խաղաղություն Of հաստատվեց։ course, Ինչ խոսք before the adoption of declaration, նախքան foreign հռչակագրի ministers ընդունումը of our countries մեր երկրների արտաքին գործերի նախարարները, Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները President of the United States, ԱՄՆ-ի նախագահի, Azerbaijan, in my presence, Ադրբեջանի նախագահի եւ իմ ներկայությամբ նախաստորագրեցին peace agreement խաղաղության Armenia համաձայնագիրը and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ And Գիտեք, շատ կարևոր է նշել, որ խաղաղությունը մեր տարածաշրջանում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հիմնված է Ալմաթայի 1991 թվականի հռչակագրի վրա։ Դա փաստաթուղթ է, որն ընդունվել է նախկին խորհրդային միության 11 հանրապետությունների կողմից, որում նշվում են երկու հիմնական սկզբունքներ, այսպես ասած, խաղի կանոնները փոխող գաղափարներ։ Առաջինը այն է, որ այդ հռչակագրի արդյունքում խորհրդային միությունը դադարում էր գոյություն ունենալ եւ խորհրդային հանրապետությունները դառնում էին անկախ երկրներ, պետություններ եւ ուստի հաստորագրված համաձայնագրում, որը վերաբերում է խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատմանը Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջև կա հղում Ալմաթայի հռչակագրին եւ այդ համաձայնագրի առաջին հոդվածի համաձայն Հայաստանը եւ Ադրբեջանը հաստատելով, որ խորհրդային սոցիալիստական հանրապետությունների միջև սահմանները դարձել են համապատասխան անկախ պետությունների միջազգայինորեն ճանաչված սահմաններ եւ ճանաչվել են որպես այդպիսի միջազգային հանրության կողմից, կողմերը, այսինքն Հայաստանը եւ Ադրբեջանը, ճանաչում են եւ հարգելու են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ միջազգային սահմանների անխախտելիությունը եւ միմյանց քաղաքական անկախությունը։ Դա մեջբերում է նախաստորագրված համաձայնագրի առաջին հոդվածից, իսկ երկրորդ հոդվածը նույնպես շատ կարևոր է։ Առաջին հոդվածին լիովին հետևելով կողմերը հաստատում են, որ իրենք չունեն որևէ տարածքային պահանջներ միմյանց նկատմամբ եւ չեն բարձրացնելու նման պահանջներ ապագայում։ Սա է խաղաղության ճարտարապետությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև։ Եվ ես դա ասել եմ, որ գործընթացը գագաթնակետին հասավ Վաշինգտոն քաղաքում ԱՄՆ-ի նախագահի մասնակցությամբ եւ իհարկե առանց նրա անձնական ներգրավվածության եւ նախաձեռնության
առանց ԱՄՆ նախագահի մասնակցության եւ ներգրավվածության խաղաղության գործընթացի վիճակը անորոշ կլիներ եւ միանշանակ է, որ նրա անձնական նախաձեռնությունը եւ անձնական մասնակցությունը ԱՄՆ նախագահի շատ կարևոր դեր խաղաց մեր տարածաշրջանում խաղաղության համար եւ հիմա շատ կարևոր է ընդգծել, որ 2025 թվականը առաջին տարին էր մեր անկախացումից ի վեր, երբ չեղան մահացության դեպքեր, զոհեր սահմանային շրջաններում հայկական եւ ադրբեջանական զորքերի միջև հրաձգությունների պատճառով եւ հիմա կա իրական խաղաղություն մեր տարածաշրջանում եւ ես կասեի հետեւյալը խաղաղությունը հիմա հետազոտվում է որովհետեւ ես կարծում եմ որ մեր երկու պետությունները փորձում են հասկանալ ուսումնասիրել քանի որ գիտեք խաղաղությունը մեզ համար անսովոր, անծանոթ բան է։ Կարող եք պատկերացնել անկախացման սկզբից ի վեր, մեր անկախացման սկզբի օրերից սկսած մենք չենք ունեցել խաղաղություն եւ հիմա մենք փորձում ենք հասկանալ թե ինչպիսին է այն։ Եվ այժմ մենք ունենք իրական խաղաղություն, չունենք հրաձգություն սահմանամերձ շրջաններում, չունենք որևէ լարվածություն եւ շատ կարեւոր է նշել, որ հիմա մենք անգամ ունենք առևտուր Ադրբեջանի հետ, քանի որ ներկայումս մենք ներմուծում ենք որոշակի նավթամթերք Ադրբեջանից եւ հիմա երկաթուղին Ադրբեջանի տարածքով անցնող բաց է իմիջայլոց առաջին անգամն է 90-ականների սկզբից ի վեր, որ գնացքը հասնում է Հայաստան Ադրբեջանի տարածքով։ Դա նախորդ հոկտեմբերին եղավ, նախորդ տարվա հոկտեմբերին, եւ այդ պահից մինչ օրս գնացքներ են գալիս Ղազախստանից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ խաղաղությունը հիմա կառուցման փուլում է կարող ենք ասել, բայց ինչ խոսք մենք շատ երիտասարդ խաղաղություն ունենք, որի մասին պետք է հոգ տանել եւ դա շատ կարեւոր է եւ դա է հիմնական գաղափարը, որը ես փորձում եմ ներկայացնել մեր ժողովրդին, որ այժմ մենք ունենք խաղաղություն, բայց խաղաղությունը պետք է ամրապնդել, ինստիտուցիոնալ դարձնել եւ դրա համար մեզ անհրաժեշտ է որոշակի ջանք գործադրել եւ շարունակաբար ջանք գործադրել, քանի որ շատ լավ խաղաղությունը կա, բայց այն չի կարող անուշադրության մատնվել, այլապես այն կարող է ոչնչանալ։ Ուստի շատ կարևոր է իմանալ ողջ պատմությունը մեր տարածաշրջանում խաղաղության հաստատման, քանի որ ես արդեն ասացի, այն գագաթնակետին հասավ օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Վաշինգտոն քաղաքում, բայց շատ կարևոր է ձեզ պատմել, թե ինչպես սկիզբ առավ խաղաղության գործընթացի այդ փուլը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև, քանի որ կարծում եմ այդ գործընթացի համար 2022-ի հոկտեմբերի 6-ը շատ կարևոր ամսաթիվ էր։ Եվրոպական քաղաքական համայնքի առաջին գագաթնաժողովի շրջանակում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի եւ Եվրոպական խորհրդի նախագահ Շարլ Միշելի հրավերով մենք հանդիպեցինք Ադրբեջանի նախագահի հետ եւ այնտեղ մենք որոշեցինք, որ Հայաստանը եւ Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ քաղաքական անկախությունը հիմնվելով Ալմատիի հռչակագրի վրա եւ դա սկզբնակետը եղավ
processes which Այս գործընթացների, որոնք մեզ հանգեցրեցին and խաղաղության։ it is very important that Եվ շատ կարևոր է, որ Պրահայում agreed that մենք համաձայնեցրեցինք, որ civilian monitoring mission քաղաքացիական դիտորդական առաքելությունը, Եվրոպական միության քաղաքացիական դիտորդական առաքելությունը կտեղակայվի of a border between Armenia and Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանի երկայնքով այլ շատ կարևոր պահ էր, որը իհարկե տեղի ունեցավ Լեհաստանի մասնակցությամբ եւ աջակցությամբ, ընդհանրապես Եվրոպական միության աջակցությամբ եւ անկեղծ ասեմ, դա իսկապես շատ կարևոր էր մեզ համար, քանի որ այդ որոշումը եւ Եվրոպական դիտորդական առաքելության ներկայությունը որոշակի դաշտ տարածք բացեց մեզ համար, որպեսզի մտածենք եւ ավելի լայն դիտակետ ունենանք ներկայիս գործընթացին եւ իրավիճակին մեր տարածաշրջանում եւ դրանից հետո մեկ կարևոր իրադարձություն է տեղի ունեցավ Ադրբեջանի հետ մենք կարողացանք համաձայնեցնել Սահմանազատման եւ սահմանագծման համատեղ հանձնաժողովների գործունեության կանոնակարգը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ եւ այդ փաստաթղթում եւս Ալմաթայի հռչակագիրը երկու կողմերն ընդունեցին որպես հիմնարար սկզբունք սահմանների սահմանազատման համար մեր երկրների, մեր պետությունների միջեւ եւ շատ կարեւոր է որ այս կանոնակարգը Պատմության մեջ առաջին միջազգային փաստաթուղթն էր, որը ստորագրվեց Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երկկողմ հիմունքով եւ դրանից հետո այն վավերացվեց երկու պետությունների խորհրդարաններում եւ այդ կերպ ձեռք բերեց բարձր իրավաբանական ուժ Դա էլ շատ կարևոր անկյունակար կամ հիմնասյուն է մեր երկրների միջև խաղաղության գործընթացի համար։ Դրանից հետո եւս մեկ կարևոր իրադարձություն տեղի ունեցավ 2025-ի մարտի վերջին Ադրբեջանի հետ մենք կարողացանք ավարտին հասցնել խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունները եւ այդ մասին հայտարարեցինք Մի քանի ամիս անց մենք ընդունեցինք համատեղ հռչակագիր Իմիջայլոց Այդ հռչակագիրը ստորագրվեց նաև նախագահ Թրամփի կողմից Նա դա ստորագրեց որպես վկա եւ հաստատվեց խաղաղություն Ինչ խոսք մենք շարունակում ենք աշխատանքը Ձեռք բերված համաձայնությունների իրագործման ուղղությամբ եւ ներկայումս Խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղու կայացումը ընթացքի մեջ է դա շատ կարեւոր ռազմավարական ներդրումային ծրագիր է որը կապաշրջափակի տարածաշրջանային հաղորդակցությունը, տրանսպորտը մեր տարածաշրջանում եւ շատ կարևոր կապակցում կստեղծի Կասպիական տարածաշրջանում, ինչպես նաեւ իհարկե Ադրբեջանի հիմնական մասը կկապակցի Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ եւ իհարկե դրա արդյունքում Հայաստանը նույնպես կապաշրջափակվի։ Համաձայնագիրը հետևյալի մասին է, որ Հայաստանը եւ Ադրբեջանը կկարողանան միմյանց հաղորդակցության ուղիներն օգտագործել ներպետական, այսինքն Ադրբեջանից Ադրբեջան, Հայաստանի տարածքով, Հայաստանից Հայաստան, Ադրբեջանի տարածքով եւ իհարկե նաեւ միջազգային տրանսպորտային հաղորդակցության եւ միջազգային տարանցման համար։ Բնականաբար դա նոր հնարավորություններ է բացում մեր տարածաշրջանի եւ մեր պետությունների համար, քանի որ գիտեք, ակնհայտ է, որ քաղաքական պայմանավորվածությունները շատ կարեւոր են խաղաղության հաստատման համար, բայց մյուս կողմից մենք հասկանում ենք, որ
Ընդհանուր տնտեսական շահը կարող է ավելի ուժեղ գործոն լինել կայունության համար, քան նույնիսկ համաձայնագրերը եւ այլ բազատխտերը։ Իհարկե, տնտեսական այդ գործոնները հիմնված են քաղաքական կամքի վրա երկու երկրների եւ երկու կառավարությունների եւ ավետիսն այն է, որ հիմա մենք տեսնում ենք, որ տնտեսական գործընթացները շրջանցում են քաղաքականությունը, ինչը մեր տեսանկյունից ամրապնդում է խաղաղության զգացողությունը, քանի որ երկկողմ առևտուրը եւ այսպես ասենք, կարծում եմ ամենաուժեղ գործոնը խաղաղության եւ կայունության որևէ տարածաշրջանում կարող է լինել փոխկախվածությունները։ Միգուցե ներքին քաղաքական կյանքի իմաստով դա հաճելի չէ կամ հաճելի եզրույթ չէ, եւ ես դա զգում եմ, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ փոխկախվածությունները ավելի հուսալի գործոններ են։ Ուստի TRIP ուղին, միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղին եւ տարածաշրջանային տրանսպորտի եւ հաղորդակցության բացումը իհարկե կամրապնդեն խաղաղությունը մեր տարածաշրջանում։ Ուստի շատ կարեւոր է նշել, որ հիմա ինչ է լինելու, ինչ է միջազգային խաղաղության եւ բարեկեցության Թրամփի ուղին։ Ինչպես ասացի, դա ներդրումային նախագիծ է Հայաստանի տարածքում եւ այն ներառելու է երկաթուղի Հայաստանի տարածքով, որը կկապակցի արևելքը եւ արևմուտքը, այդ թվում նաեւ, ինչպես ասացի, Ադրբեջանի հիմնական մասը Նախճեվանի ինքնավար հանրապետության հետ եւ կբացի երկաթուղային կապը Հայաստանի համար դեպի հարավ, նաեւ ինչ խոսք այն նաև նոր հնարավորություններ կստեղծի Եվրոպական միության համար։ Քանի որ դուք գիտեք, աշխարհաքաղաքական իրավիճակի բերումով այժմ մենք մատակարարման շղթաների ճգնաժամ ունենք աշխարհում։ Եվ Թրամփի ուղին, այս ուղին, որը Հայաստանի կառավարության խաղաղության խաչմերուկ նախագծի շատ կարևոր մաս է, նոր ճանապարհ, նոր մատակարարման ուղիղ ստեղծի արևելքից արևմուտք, Եվրոպական միությունից դեպի կենտրոնական Ասիա, կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպական միություն, բայց դա միայն երկաթուղին չէ, բնականաբար խողովակաշարեր կլինեն այնտեղ եւ ես համոզված եմ, որ կլինեն խողովակաշարեր, բնականաբար էլեկտրական հոսանքագծեր, օպտիկա մանրաթելային կապ եւ այլն։ Այժմ մենք համաձայնեցնում ենք Թրամփի ուղու իրավական շրջանակը ԱՄՆ-ի հետ, այդ գործընթացում ենք հիմա եւ հունվարի 13-ին մեր կառավարությունները, Հայաստանի եւ ԱՄՆ-ի կառավարությունները իրականացման շրջանակը հրապարակեցին, Թրամփի ուղու իրագործման շրջանակը։ Ու դա շատ զգայուն նշբություն էր, որը շատ կարևոր էր ամբողջ այս գործընթացներում։ Այն, որ բոլոր ենթակառուցվածքները գործելու են Հայաստանի այն երկրների իրավազորության, տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության ներքո եւ իհարկե փոխադարձության սկզբունքը շատ կարեւոր է։ Ինչպես ասացի, այդ ենթակառուցվածքը օգտագործվելու է Հայաստանի կողմից ներքին եւ արտաքին կապի համար եւ Ադրբեջանի կողմից ներքին եւ արտաքին կապի համար։ Ինչպես արդեն ասացի, հիմա իհարկե մենք պետք է ամրապնդենք եւ ավելի ինստիտուցիոնալ դարձնենք խաղաղությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ։ Բնականաբար գիտեք, որ ինչպես ասացի, մենք ապրել ենք
Թշնամանքի մթնոլորտում մի քանի տասնամյակ եւ հնարավոր չէ պարզապես անջատել կոճակը եւ ամեն ինչ փոխել, բայց մյուս կողմից ակնհայտ է, որ մթնոլորտը փոխվում է։ Բնական է, որ սա շատ կարևոր գործընթաց է, որն առաջնորդում են Հայաստանի եւ Ադրբեջանի կառավարությունները, բայց գիտեք, որ ինչ խնդիրներ դեռ մնում են, որոշ մարդասիրական խնդիրներ եւ այլն, քաղաքական, տնտեսական եւ այլն, բայց մենք համոզված ենք, որ մենք հաջողության կհասնենք եւ կլուծենք եւ արդյունքի կհասնենք եւ կլուծենք այդ խնդիրները։ Տրամադրությունը մեր տարածաշրջանում իսկապես փոխվում է։ Ինչպես ասացի, լարվածություն չկա, բնականաբար մենք հույս ունենք իրական փոփոխություններ տեսնել Թուրքիայի եւ Հայաստանի միջև հարաբերություններում։ Վերջին տարիներին մենք բավական ակտիվ երկխոսության մեջ ենք Թուրքիայի հետ։ Ես մի քանի անգամ հանդիպել եմ նախագահ Էրդողանի հետ անցյալ տարի հունիսին առաջին երկկողմ աշխատանքային այցս տեղի ունեցավ Թուրքիա։ Մենք շատ դրական երկխոսություն ունենք, բայց մյուս կողմից, գիտեք, հիմա իրավիճակը բավական հասունացել է, որպեսզի գործնական բանի վերածվի։ Դժբախտաբար գիտեք, ինչպես գիտեք, Հայաստանի եւ Թուրքիայի միջև սահմանը փակված է 90-ականների սկզբից եւ մենք հույս ունենք տեսնել սահմանի բացումը Հայաստանի եւ Թուրքիայի միջև եւ կան նախագծեր, տրանսպորտի հետ կապված նախագծեր, մենք հույս ունենք, որ թրիփ ուղին շարունակի իր ուղին, իր ընթացքը եւ Հայաստանի տարածքով, հետո Թուրքիայի տարածքով մինչև Եվրոպական միություն։ Դա է մեր նախագիծը եւ մենք այդ ուղղությամբ աշխատում ենք։ Ինչ խոսք, մենք երախտապարտ ենք մեր հարևաններին եւս, քանի որ շատ կարեւոր է նշել, որ մեր հարևանները Վրաստանը եւ Իրանը միշտ աջակցել են այս խաղաղության գործընթացին մենք ունեցել ենք հնարավորություններ ադրբեջանցի գործընկերների հետ հանդիպելու Իրանում, Վրաստանում, անգամ Թուրքիայում։ Ես կարծում եմ, որ մեր տարածաշրջանի բոլոր պետությունները արդեն զգում են խաղաղության օգուտները։ Ես համոզված եմ, որ այս գործընթացը կհաշտեցնի ամբողջ մեր տարածաշրջանը։ Մարդիկ երբեմն հարց են տալիս, թե ինչու եւ ինչպես կարող է Ադրբեջանի հետ այս խաղաղությունը հնարավոր դառնալ, ինչպես այն հնարավոր դարձավ։ Ես իհարկե ասացի, որ ԱՄՆ նախագահի անձնական ներգրավվածության եւ նախաձեռնության գործոնը վճռորոշ եղավ եւ այդ հարցում կասկած չկա, կան նաեւ այլ գործոններ։ Գիտեք, ես կարծում եմ, որ որոշ ժամանակ անց Հայաստանը եւ Ադրբեջանը հասկացան, որ կարող է լինել ընդհանուր հայտարար, ընդհանուր շահերի համար, այսինքն մենք կարող ենք եւ պետք է հետաքրքրված լինենք նրանով, որ ամրապնդենք մեկ-մեկու անկախությունը, ինքնիշխանությունը եւ պետականությունը, քանի որ գիտեք շատ կարեւոր պատմական փաստ գոյություն ունի։ Մենք սովորաբար կենտրոնանում ենք
other part of facts. այլ փաստերի, In history we have, որոշ այլ փաստերի վրա, բայց պատմության մեջ that փաստ in կա the նաև, որ beginning of 20th 20-րդ century, դարի with սկզբին Azerbaijan, we մենք got Ադրբեջանի հետ independence in the same time, նույն ժամանակ ձեռք and բերեցինք we lost անկախություն եւ անկախությունը in the կորցրեցինք same time. նույն ժամանակ։ Of course, they Իհարկե were not exactly ոչ թե in the ճիշտ same day, նույն but, օրը, բայց we got բայց մենք independence անկախությունը ձեռք բերեցինք even in during 2 days. երկու օրվա And which is տարբերությամբ, very important որը in the շատ կարևոր է early 90s we նաև 90-ականների սկզբին մենք անկախություն ձեռք բերեցինք, ինչպես ասել եմ, Almata Declaration. Ալմաթա երջանկագրի արդյունքում And համաժամանակյա this fact made us պայմաններում understand միաժամանակ եւ այս փաստը մեզ there is օգնեց հասկանալ, որ միգուցե there are some կան որոշ ties and կապեր connections between those two facts. այս երկու փաստերի Maybe միջև, the որ միգուցե statehoods of Armenia Հայաստանի and Azerbaijan պետականությունը եւ Ադրբեջանի can պետականությունը be interested կարող են on each other միմյանցով փոխադարձաբար, միմյանց գոյությամբ փոխադարձաբար շահագրգռված լինել եւ միգուցե նրանք կարող են common interests, որոշ ընդհանուր some շահեր common ունենալ, traits, ընդհանուր some common սպառնալիքներ, opportunities, ընդհանուր հնարավորություններ and obviously եւ ակնհայտ է, որ they are in common region. ընդհանուր մեկ And of course, տարածաշրջանում the ենք։ common prosperity, Բնականաբար stability, ընդհանուր and peace բարեկեցությունը, կայունությունը is եւ a խաղաղությունը very important ground շատ կարեւոր for հիմքեր են understanding. And փոխմրնման I hope համար։ that, Ես հույս ունեմ, during որ this whole process, ամբողջ այս գործընթացում we will be able to մենք create կկարողանանք common understanding ընդհանուր in our պատկերացում region. ձևավորել I մեր mean, տարածաշրջանը։ not Մի only նկատի ունեմ ոչ Armenia, միայն Հայաստանի եւ but Ադրբեջանի, Georgia as well. միջև այլ նաև Վրաստանի հետ, քանի որ Our histories are մեր պատմությունները interconnected փող and շահկապված են, definitely փոխկապակցված են there եւ can be միանշանակ some points of contradiction, կարող են լինել որոշ but հակասական definitely կետեր, there որոնք can be իհարկե կարող են գոյություն very ունենալ important points շատ for կարևոր reconciliation. կետեր The հաշտեցման role համար of leadership of our մեր countries պետությունների առաջնորդների decide դերն է to decide whether որոշել, we need թե to արդյոք concentrate մենք պիտի more and more ավելի շատ on the կենտրոնանանք facts that այն փաստերի շուրջ, որոնք separating մեզ us, or we need to բաժանում են, concentrate թե ավելի շատ կենտրոնանանք and even այն փաստերի վրա, search իմիջիալոց նաև for- փնտրենք, որոնենք, It's also very դա էլ important. շատ Maybe կարևոր է։ those Միգուցե facts այդ aren't փաստերը in the surface. չկան Maybe we need to տեսադաշտում կամ search for մակերևույթին those մոտ։ facts, Մենք միգուցե պիտի try փնտրենք to find. այդ փաստերը, փորձենք գտնել And եւ actually that is what happened փաստացի հենց last year. դա է տեղի ունեցել վերջին տարիներին And for me եւ ինձ համար, անձնապես ինձ համար and our political եւ team, մեր քաղաքական it is թիմի համար obvious ակնհայտ է, that որ there can be a ground for կարող են common հիմքեր գոյություն interest ունենալ ընդհանուր and շահերի for համար common, եւ peace, for common ընդհանուր prosperity, խաղաղության, ընդհանուր and for common բարեկեցության, ընդհանուր ապագայի համար, քանի որ all we consider South Caucasus մենք բոլորս as հարավային Կովկասը home. համարում ենք մեր տունը We need եւ մեզ to care. անհրաժեշտ է հոգ տանել հարավային Կովկասի մասին եւ ես հավատացած եմ, որ այս գործընթացը And to be սկիզբ է honest, արել եւ անկեղծ ասեմ, my impression, իմ տպավորությունն է եւ իմ belief is համոզմունքն է, որ այս խաղաղությունը and this եւ այս constructive կառուցողական process is գործընթացը untenable. անշրջելի է։ There will be Բնականաբար and there are many forces կլինեն եւ կան outside բազմաթիվ our ուժեր countries, մեր outside երկրներից our- դուրս, outside our region, մեր տարածաշրջանից outside, դուրս եւ of our region մեր տարածաշրջանի ներսում, aren't so interested որոնք in stability. այնքան էլ
շահագրգռված չեն կայունությամբ եւ խաղաղությամբ, բայց մյուս կողմից I'm sure ես հավատացած եմ, որ we will be able մենք կկարողանանք this situation այս իրավիճակը and կառավարել make եւ our peace, մեր խաղաղությունը, stability, կայունությունը դարձնել հարատևելի։ and of course, we hope Ինչ խոսք հույս ունենք, որ the support of our ստանանք մեր international միջազգային partners գործընկերների աջակցությունը եւ շնորհակալ ենք to our մեր international միջազգային partners գործընկերներին for supporting. մեզ աջակցելու համար։ Շնորհակալություն։